Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մինչև հայկական կողմում խաղաղության քարոզն է թևածում, Բաքվից դարձյալ հոխորտանքներ ենք լսում, Ալիևը դարձյալ իրեն չի զսպում։ Մի քանի օր առաջ ակլոր էր կտրել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը գործածել։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը։ Աշխարհը խառն է, Ալիևը կայուն իր պնդումներում, մասնագետները կանխատեսում են, որ նա չի հրաժարվելու իր ռազմավարությունից։ Նրա պատկերացմամբ Սյունիքի տարածքով ճանապարհի այնպիսի ռեժիմ է նախատեսվում, որը Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում է ենթադրում վերահսկողության ու անվտանգության ոլորտներում։ Ավելի պարզ Ալիևն ասում է, անվանումը միջանցք ճանապարհ ուղի չի փոխվում բովանդակությունը։ Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIP, որը նույնն է թե Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար, բայց Ադրբեջանը համառորեն շարունակում է կիրառել Զանգեզուրի միջանցք եզրույթը, ընդգծելով իր ախորժակը, որ Հայաստանի ինքնիշխանության այդ տարածքում էական սահմանափակումներ կունենա։ Ալիևը պահը բաց չի թողել, Թրամփին էլ ռևերանսներ է անելու, ասել է Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է։ Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն են արտահանվում Հայաստան։ Նա դիվանագիտական հնարքներ է բանեցնում, գովաբանում է Թրամփին ու հնդածս միջանցքային իր ռազմավարությունն է առաջ մղում։ Դա ես հոխորտալ եմ համարում։ Իրենք, այսինքն, այնքան էլ դեռևս կողմ չեն այն ամենին, ինչ Միացյալ Նահանգների նախագահը երկու նախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ համաձայնագիր ասեմ, խաղաղության հռչակագիր ասեմ, ստորագրելուց հետո հարցը դրանով ուրեմն ուզում են ավարտած լինել։ Իրենք այլ կերպ են բնականաբար հասկանում այդ միջանցքը։ Մենք գիտենք ինչպես հասկանալ այդ միջանցքի էությունը, այնուամենայնիվ այդ հոխորտանքը թող պահեն իրենց։ Ալիևյան նարատիվը ակնհայտորեն հակադրվում է հայկական կողմի դիրքորոշմանը, Երևանը բազմիցս է բարձրաձայնել ինքնիշխանության պահպանման, սուվերեն երկրով անցնող ճանապարհների բացման անհրաժեշտության, միջազգային նորմերի պահպանության ու պաշտպանության մասին։ Ալիևն իր այս ճանապարհին մենակ չէ, Բաքվի տանդեմի զույգը Անկարան էլ լուրջ չէր այս օրերին։ Էրդողանը նախ բողոքեց Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ժողովրդի հանրապետականներից, թե 44-օրյայի պատերազմի ժամանակ մեջբերում երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար, հետո էլ զարկ է տվել երևակայությանը, իր ընդդիմադիրների ու հայկական սփյուռքի վերաբերյալ դավադրության տեսություններ է հյուսում։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր հայկական սփյուռքի հետ դավադրությամբ դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ։ Չեմ հավատում դրան, որ իրենք պիտի միանային, ուրեմն սփյուռքահայերը գործը համագործակցեն Թուրքիայի հետ, դա ես իմ աչքով տեսնեմ չեմ կարող հավատալ։ Որքան էլ մասնագետները անհեթեթություն համարեն թուրք ընդդիմադիրների հետ հայկական սփյուռքի գործակցությունը, միևնույն է, Ալիևն ու Էրդողանը նույն կերպ, նույն ձեռագրով համարում են իրենց պնդումներում։ Ավելին, խաղաղության խաղը բռնած հայտարարում են, թե համաշխարհային զարգացումներ են ընթանում այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկինք պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը ու անվտանգությունը։ Ալիևը ուղիղ է ասում, ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը, թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն, եւ ուրեմն այս համապատկերում ուր է գնում խաղաղության օրակարգը։ 2026 թվականի ընթացքում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե երբ են հայտարարվում վարժական հավաքներ։ Փետրվարի 3-ից ապրիլի 10-ը, մարտի 31-ից հունիսի 19-ը, ապրիլի 15-ից հուլիսի 15-ը, հունիսի 9-ից օգոստոսի 14-ը, օգոստոսի 4-ից հոկտեմբերի 9-ը, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, սեպտեմբերի 29-ից նոյեմբերի 20-ը։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ Արցախի նախկին պետնախարար գործարար բարերար Ռուբեն Վարդանյանը տարեվերջին հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի հետ, շնորհավորել հայ ժողովրդի ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց աջակցության բարի մաղթանքների ուղարկված բազմաթիվ նամակների համար, նշել, որ զգում է այդ ջերմությունն ու շատ գնահատում այդ ամենը։ Անդրադառնալով տոներին, Վարդանյանը նշել է, որ տոնը մարդն ինքն իր ներսում պետք է ունենա։
Նախորդ տարվա ընթացքում բարձրագույն դատական խորհուրդը տասնյակից ավելի վարույթներ է հարուցել դատավորների նկատմամբ, որոնց շրջանակում մի մասին հայտարարել է խիստ նկատողություն, մի մասին ենթարկել կարգապահական պատասխանատվության, նաև դատավորի լիազորություններ է դադարեցրել եւ այլն։ Նորմալ պրակտիկա է կմտածեն շատերը։ Այդ պրոցեսների օբյեկտիվության վերաբերյալ, սակայն անցած տարվա ընթացքում բավականին ակտիվ բանավեճեր են ծավալվել։ Շատ մասնագետների համար տարակուսանք է առաջացրել խորհրդի անդամների ընտրության տրամաբանությունը։ Բարձրագույն դատական խորհրդի առանցքային պաշտոններում մինչ այս գոնե նշանակվում էին ոչ թե մարդիկ, որոնք, այսպես ասած, կադրային դատավորներ են, այլ ավելի շուտ քաղաքականացված քաղաքական պաշտոններ զբաղեցնող իրավաբաններ։ Ինչու է սա գրավել իրավաբանների ուշադրությունը, որովհետև լիազորություններից զրկվող դատավորները հաճախ աչքի են ընկնում հենց քաղաքական ենթատեքստով դատական գործերի վերաբերյալ ոչ իշխանահաճո որոշումներով։ Այսինքն կա ենթադրություն, որ վերջինները հեռացվում են դատական համակարգից ոչ օբյեկտիվ որոշումների հիման վրա, ինչը հաստատել է նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը։ 2022-ից 24 թվականը մի շարք դատավորներ համակարգից հեռացվեցին եւ որոնց մի մասի քվեարկությունը նաեւ անձամտուք եք իրականացրել որպես ԲԴԽ անդամ այն հիմքով, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը կայացրել է որոշումներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ դուք պատժեցիք այդ դատավորներին աշխատանքից հեռացնելով։ Հիմա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն են դիմել այդ դատավորները եւ հաղթանակով վերադառնում են հերթով։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բարձրագույն դատական խորհրդին առնչվող եւս մեկ դիտարկում է արել 2025-ին, որը ըստ մասնագետների եւս կասկածի տակ է դնում այս կառույցի օբյեկտիվությունը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը եւ արդարադատության նախարարը, որը ի պաշտոն է լիազորված էր միջնորդելու կիրառել կարգապահական պատասխանատվություններ դատավորի հանդեպ, փաստացի գտնվում էին ըստ Եվրոպական դատարանի ընկերական հարաբերությունների մեջ, որոնք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ անկողմնակալությունը էական կասկածի տակ էին։ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարները վերջին տարիներին հաճախ են հայտնվել քննադատության թիրախում, սկսած Գագիկ Ջահանգիրյանից, որի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունը ժամանակին այդպես էլ իրավական գնահատականի չարժանացավ։ Կառավարության ղեկավարը դատական համակարգի բարձրագույն դատական խորհրդի ղեկավարին SMS-ով աշխատանքից հեռացնում է, որևէ իրավական կարգավորում բնականաբար այստեղ չկա։ Ես ուզում եմ հասկանալ, արդյոք դուք սա չեք դիտարկում ուղիղ միջամտություն դատական համակարգին։ Այսինքն բարձրագույն դատական խորհուրդը մի մարմին է, որը պետք է մի կողմից պաշտպանի դատավորի անկախությունը, մյուս կողմից թույլ չտա, որպեսզի դատավորները մարդու իրավունքների խախտումների գնան, բայց ոլորտի փորձագետների տեսանկյունից այդ գործիքները կիրառում է ընտրողաբար, երկակի ստանդարտներով։ Դիցուկ օրինակ ժամկետների ուշացման համար կիրառվող կարգապահականները, փաստաբանները տեսնում են, որ ոնց որ թե կան դատավորներ, որոնք ավելի շատ են ուշացնում դատավարական ժամկետները, բայց չեն արժանանում այս արձագանքին։ Վերջին տարիներին Հայաստանում իրավաբանների շրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորները մեկը մյուսի հետևից դիմում գրեցին եւ հեռացան համակարգից։ Ինչու բարձրագույն դատական խորհուրդը չփորձեց պարզել եւ հրապարակել այդ հեռացումների պատճառները, հարցնում են մասնագետները։ Գուցե այդ դատավորների նկատմամբ եղել էին ճնշումներ, որոնցից այդ մարդկանց պաշտպանելու գործառույթը հենց բարձրագույն դատական խորհրդինն է։ Հայաստանում սուրշնչարական վարակներով պայմանավորված հիվանդության ակտիվությունը պահպանվում է, հայտնում է հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։ Ըստ պաշտոնական տվյալների շարունակվում են շրջանառվել գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից ռինովիրուսի եւ բոկավիրուսի հարուցիչները։ Ընդհանուր դեպքերի 80%-ը 0-ից 18 տարեկանների խմբում է, առավել բարձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-ից 14 տարեկանների շրջանում։ Կենտրոնից հիշեցնում են կանխարգելիչ միջոցառումների մասին, պահպանել շնչառական հիգիենան, հազալու եւ փռշտալու վարվելակարգը, անհրաժեշտության դեպքում դիմակ կրել, պահպանել ձեռքերի հիգիենան, խուսափել փակ տարածքներում մարդկանց կուտակումներից։ 25 թվականի համեմատ մի փոքր բարձր ենք։ Նույն ցուցանիշները գրեթե 80%-ը արձանագրվել է 0-ից 18 տարեկանների շրջանում, առավել բարձր 0-ից 4 տարեկանների շրջանում։ Նույն ցուցանիշների ուրեմն մի փոքր նվազում են բացում նաեւ հոսպիտալացումների շրջանում, շնչառական վարակներով պայմանավորված գրեթե դեպքերի 93%-ը, որոնց կազմում են 0-ից 18 տարեկանները։
Երևանի շտապօգնություն փակbaşնետիրական ընկերությունը համալրվել է նոր ժամանակակից գերհագեցած Mercedes-Benz Magnişi շտապօգնության 7 ավտոմեքենայով, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է, այս մասին հայտնել են Միասնական սոցիալական ծառայությունից։ Միասնական սոցիալական ծառայությունից նաև տեղեկացրել են, որ կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրվանից։ Վայոց ձորի մարզում ապրող Լիաննան երրորդ կարգի հաշմանդամություն ունի, ասում է, վատ չէր լինի, որ կառավարությունը կատարեր խոստումը։ Մարզում ցերեկային խնամքի կենտրոն բացեր, գոնե օրվա 1-2 ժամը կշփվեին, ժամանակ կանցկացնեին, սրտնեղում է։ Բարոյան հագեցած կլիներ եւ իմ նման մարդիկ որ ունեն դրա կարիքը շատ լավ կլիներ էլի այդ հոգատարությունը այդ ամեն ինչը օրն էլ հագեցած կանցներ լավ կանցներ շատ հաճելի կլիներ էլի մենք եք զգանք որ մենք էլ ենք ինչ որ մեկին պետք ինչ որ բանի պիտան ենք մենք էլի թեկուզ ինչ որ մենք էլ այնտեղ մի բան անենք չենք կարող ամասենք նորմալ շարժվել բայց գոնե վերջերը աշխատում է որ եթե կանենք։ Կառավարության 2021-2026 գործունեության միջոցառումների ծրագրում որպես նպատակ առանձնացված էր տարեցների մատուցվող խնամքի ծառայությունների բարելավումը, ինչպես նաև համայնքային ծառայությունների ներդրումն ու զարգացումը։ Նախատեսվել էր, որ մինչև 2023 թվականը բոլոր մարզերում տարեցների համար պետք է ստեղծվեին ցերեկային կենտրոններ, նաև 3 ճգնաժամային կենտրոն եւ ընդլայնել տնային խնամքի ծառայությունները հանրապետության բոլոր մարզերում։ Այնինչ ծրագրածը չեն ավարտել ոչ միայն 2023-ին, այլև դեռ այսօր էլ ամբողջությամբ չեն կատարել։ Մինչ օրս նաև ճգնաժամային կենտրոն չի ստեղծվել։ Վայոց ձորից բացի կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի որոշմամբ ցերեկային կենտրոնները պետք է առաջնահերթ ստեղծվեին նաև Արմավիրի, Արարատի, Արագածոտնի եւ Եղարքունիքի մարզերում։ Այս մարզերում ցերեկային կենտրոնների ներդրումը կիրականացվի 2027 թվականի բյուջետային հայտի շրջանակում, իսկ 2026 թվականի բյուջետային հայտով էլ նախատեսվում է տնային խնամքի ծառայություններ ներդնել այն մարզերում, որտեղ ցերեկային կենտրոններ չկան։ Սոցիոլոգը պնդում է, որ այս ծրագրերը պետք է պատշաճ կերպով իրականացնեին, որպեսզի տարեցները կարողանային ակտիվ կերպով մասնակցել հանրային կյանքին։ Ներառյալ ցերեկային կենտրոններում հնարավորություն է ընձեռվում շարունակական կրթություն ստանալ, ենթադրենք համակարգչային դաշտում, ձեռագործի, ըստ նախասիրությունների մարդիկ կարողանում են իրար հետ համագործակցություն իրականացնել, ավելին նման կենտրոնները հնարավորություն են տալիս նաև հաղթահարելու սերունդների միջև կտրվածությունը, որտեղ համատեղ միջոցառումներ են կազմակերպում։ Սոցիոլոգը ասում է, ի վերջո ցերեկային կենտրոնների արկայությունը հնարավորություն է ընձեռում հաղթահարել տարեցների մոտ մշտապես արկա հաղորդակցության խնդիրները։ Ցերեկային կենտրոնները ոչ միայն խնամք են իրականացնում, այլ նաև ժամանց են կազմակերպում, ինչը տարեցների համար ինքնադրսևորման հնարավորություն է։ Դեկտեմբերի 31-ին մայրաքաղաքում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրը Կոմիտաս 44 շենքի բակներ։ Երկու անհայտ անձ ատրճանակներից կրակոցներ էին արձակել, ու մինչև կժամանային քրեական ու համայնքային ոստիկանները հրազենային վնասվածքներով մեկ քաղաքացի էր տեղափոխվել հիվանդանոց։ Հետո արդեն պարզ դարձավ վիրավորը քրեական պատմություններով հայտնի Չաղրուստամի Ռուստամ Ստեփանյանի հայրն է։ Տեղում են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ 12 կրակոց էր եղել, որից 9 դիպել էր մեքենային, 3-ը վիրավորին։ Հետո արդեն դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser Prado-ն։ Ահա այստեղ Toyota Magnişi ռուսական համարանիշներով կայանված ավտոմեքենայի վարորդի կողքի հատվածում հայտնաբերվել է կրակոցի մոտ 9 հետքեր։ Դեպքի վայրի տարբեր հատվածներում հայտնաբերվել են նաև ատրճանակից արձակված պարտուշներ։ Արդեն հունվարի 2-ին Երևան բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Ռուստամ Ստեփանյանի հայրը գիտակցության չգալով մահացել է։ Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնականով հոսանքի լարերից է, չէ՞ եղել։ Տատանումներից է եղել հոսանքի, հա։ Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հունվարի 6-ին հրդեհ է բռնկվել 18-րդ փողոցի 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները, հետո արդեն Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Կրակը այստեղից է բռնկվել։ Այստեղից բռնկվել է ու տարածվել է։
Տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է անպիտան։ Մոխրի է վերածվել նաև տանտիրոջ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը, մնացել է միայն լուսանկարը։ Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ցավոք տունը տեսնում եք ամբողջությամբ դարձել է ոչ բնակելի, ոչ թե պատերը փլվել է, առաստաղը փլվել է, այլ պարզապես ամբողջ գույքը այրվել է, մեծ մասը վերածվել է մոխրի, մի մասը կարողացել են տանտերերը բնակիչներով, հարևաններով, փրկարարներով դուրս բերել։ Ընդեղ է, չէ, սենյակ։ Բայց այն էլի ծուխ ման վնասվել է։ 3 անչափահաս ընդհանուր տունը, չէ։ Հիմա 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, Թոշակարու հայրը եւ ընտանիքի մյուս անդամները ստիպված են գիշերելու բարեկամների տներում, մինչեւ կկարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը։ Խնդրանքով դիմում ենք բարեգութ մարդկանց, որպեսի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին, թեպետ ինձ հետ առանձին զրույցում հերոսի ընտանիքի անդամներն ասում էին կարիք չկա, մենք մեր ուժերով նորից տունը կկառուցենք, գույքը ձեռք կբերենք, բայց դա անկեղծ խնդրանք, թե իմ կողմից, թե նաև հարևանների կողմից, որ իրոք հենց այս ընտանիքին պետք է օր առաջ օգնության ձեռք մեկնել։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Բազմանդամ ընտանիքը օգնության կարիք ունի, քանի որ ոչինչ չի մնացել տնից։